Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի Facebook-յան էջն արցախցիների համար տարբեր հանդիպումների, ծրագրերի մասին տեղեկանալու հիմնական հարթակներից է։ Երիտասարդական ծրագրերով թեմի ընծա սոցիալ-հոգևոր եւ հոգեբանական կենտրոնն է զբաղվում։ Պատասխանատուն Դավիթ Ուրարակիր Փաշայանն է։ Համագործակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների, անհատների ու հոգևորականների հետ։ Այսպիսով թեմը փորձում է հնարավորինս համախումբ պահել երիտասարդներին, դիտակետում ունենալ նրանց կարիքներն ու խնդիրները։ Կենտրոնը Արցախում է հիմնվել բլոկադայի շրջանում, սակայն չկարողացանք գործածել եւ պատերազմը անմիջապես սկսեց եւ տեղափոխվելով այստեղ փորձեցինք ձևավորել, վերակազմել կենտրոնը, բացել եւ այստեղ արդեն պատերազմի հետևանքները փորձել ինչ-որ չափով վերացնել։ Այս փուլում ընծան արցախցի երիտասարդների համար աստվածաշնչյան սերտողության եւ մեկնության դասընթացներ է կազմակերպում։ Այս անգամ նրանց համար բանախոսեց Մայրաթոռի միաբան Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հայր Սուրբին հրավերն ընդունելու համար եւ հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կունենա։ Խաչի ճանապարհով դեպի հաղթանակ։ Մենք շատ հաճախ չենք հասկանում, թե մեզ այդ ինչ է կատարվում։ Չենք հասկանում, թե ինչու է կատարվում եւ ինչպես պիտի լուծումները գտնենք։ Սա նաեւ ինչ-որ առումով զրույց է լինելու հասկանալու խաչի խորհուրդը, խաչի ճանապարհով հաղթանակի խորհուրդը եւ ինչ-որ իմաստով նաեւ սպեղանի հոգեվոր այն ամենից հետո ինչ-որ տեղի ունեցավ մեր արցախցի քույրերի եւ եղբայրների հետ։ Բարոր կյանք ունենալու համար զոհաբերության ոգի պետք է ունենալ, միշտ պատրաստ հողի համար արյուն թափելու։ Իր խոսքում նշեց Հայր Սուրբն ու միտքը բացատրելու համար ուխտի ժողովրդի պատմական փորձառության օրինակը բերեց, թե ինչպես տրկությունից ազատագրվեցին, անկախություն ձեռք բերելու ճանապարհին ինչպես Աստծո օրենքներով պատրաստվեցին ու զինվեցին, պետականություն կերտելու, ազատություն պահելու համար ինչպիսի դժվարություններ ունեցան եւ ինչպես կարողացան հաղթահարել։ Սրտի պարտք զգացի անպայման հանդիպելու հատկապես Արցախի երիտասարդների հետ։ Եվ այս պարտքի զգացողությունը կամ գիտակցումը հետո հասկացա, որ ունեն նաև մեր շատ քահանաներ, որոնք նաև ուզեցին օժանդակություն ունենալ այս նախաձեռնությանը Միացյալ Նահանգների արևելյան հայոց թեմի 5 քահանաներ Տեր Մարտիրոսի գլխավորությամբ եւ ուզեցին, որ անպայման մեր սիրելի երիտասարդներին, արցախցիների ավետարաններ նվիրաբերել։ Արցախի թեմին պատկանող գրասենյակը գործում է 2024 թվականի օգոստոսից։ Բաղրամյան 59G հասցեում գտնվող այս հարկը յուրաքանչյուր արցախցու համար բաց է ինչպես տարատեսակ միջոցառումների, այնպես էլ պարզ ու մտերմիկ զրույցների համար։